Կրիշտիանու Ռոնալդու, ծնվել է փետրվարի 5-ին 1985 թվականին։ Այսօր կատարելու ենք այս հայտնի աստղի ծննդյան օր ամիս տարեթվի վերլուծությունը եւ ի սկզբանե ասեմ, թե ինչու եմ ընտրել այս անձնավորությունը, ով համաշխարհային ճանաչում ունի ու ցանկանում եմ հստակ օրինակի միջոցով ցույց տալ, թե ինչ է տեղի ունենում, երբ մարդիկ անցնում են իրենց ծննդյան ծրագրերը դրականորեն եւ ինչ է տեղի ունենում հենց նույն մարդը, երբ չի անցնում իր ծննդյան ծրագրերը դրականորեն։ Եվ այսպես, քանի որ վերջին տեսանյութը, որը կապված էր Հադիդի հետ եւ մարդկանց մոտ հարց էր առաջացել, թե որտեղից է առաջանում այս հնգաթև աստղը, եկեք այսօր սկսենք այստեղից։ Յուրաքանչյուրիս ծննդյան օր, ամիս, տարեթվի վերլուծության միջոցով հնգաթև աստղի մեթոդով կատարում ենք վերլուծություն, եւ սա կոչվում է թվային հոգեբանություն։ Թվային հոգեբանության միջոցով, երբ մենք վերլուծության ենք ենթարկում մարդու ծննդյան օր, ամիս, տարեթիվը, ստանում ենք 5 հիմնական ծրագրեր, որոնց արդեն դուք քաջատեղյակ եք։ Եվ այս 5 ծրագրերը 5 ոլորտներում մեզ համար ստեղծում են հնարավորություններ կամ խնդիրներ։ Հնարավորություններ ստեղծում են միայն այն պարագայում, երբ մենք այս թվերը անցնում ենք դրականորեն, իսկ խնդիրներ ստեղծում են այն պարագայում, երբ մենք այդ թվերից հեռանում ենք ու ապրում ենք այնպես, ինչպես մեզ մոտ ստացվում է։ Ու այստեղ ես վերլուծության ենթարկել եմ հստակ բանաձևի միջոցով ծննդյան օր, ամիս, տարեթիվը։ Եվ եկեք տեսնենք, թե ինչ է արձանագրվել ֆուտբոլիստի կյանքի տարբեր փուլերում, երբ նա անցել է այս ծրագրերը դրականորեն եւ ինչ է տեղի ունեցել, երբ նա սկսել է շեղվել իր ծննդյան թվերի ծրագրերից։ Եվ այսպես, տեսնում ենք, որ անձնավորությունը ծնվել է փետրվարի 5-ին։ Ի սկզբանե այս մարդու մոտ կա տրավմա։ Մանկության տարիներին ծնողներից որևէ մեկի տրամադրությունից է կախված եղել եւ չի կարողացել դրսեւորել իր էմոցիաները այնպես, ինչպես ինքը կցանկանար։ Եվ այո, երբ մենք ուշադրություն ենք դարձնում համացանցային բաց աղբյուրներում տեղ գտած տեղեկատվությանը, նա խնդիր է ունեցել հոր հետ, որովհետև հայրը սեր է ունեցել ալկոհոլի հետ։ Եվ մենք նաև արձանագրում ենք հետևյալը, որ այս անձնավորությունը, որը ծնվել է 5 թվանշանի ներքո, նա ունի վերլուծական միտք, կարողանում է ստեղծագործական եւ տրավաբանական խնդիրները միաժամանակ համաձուլել եւ ճիշտ վերջնարդյունք ստանալ։ Դրա համար էլ, երբ նա ընտրել է ֆուտբոլիստի մասնագիտությունը, նա կարողացել է ֆուտբոլի դաշտը պատկերացնել շախմատի դաշտին համարժեք եւ նա կարողանում է վերջնարդյունքում հասկանալ, թե որտեղ է անհրաժեշտ ուղղել գնդակը եւ ինչպես կարող է գրավել հակառակորդի դարպասը։ Եվ այսպես, նա ունի պրպտուն միտք, նա անընդհատ ինքնակրթվում է, անընդհատ մարզումների մեջ է եւ այո, քանի որ 5 թվանշանի ներքո ծնված մարդիկ բացասական դրսևորման դեպքում չեն կարողանում ժամանակը կառավարել, մեծ կախումներ են ունենում վատ սովորություններից, մենք տեսնում ենք, որ այս անձնավորությունը իր ծննդյան օրվա ծրագիրը անցել է դրականորեն։ Նա ապրում է խիստ ռեժիմով, նա առհասարակ վատ սովորություններ չունի, ալկոհոլ չի օգտագործում, ծխախոտ չի օգտագործում եւ դեմ է նման երևույթներին։ Ու այս երկու կարևորագույն կետերը եղել են նրա հենման կետերը առաջ շարժվելու համար։ Ինչ ենք տեսնում նրա թվային մատրիցայում։ Տեսնում ենք, որ ունի 7 թվանշաններ, 1, 2, եւ այս երկու 7-երը վկայում էին, որ այս անձնավորությունը պետք է բնակության վայրի փոփոխություն կատարի, որպեսզի դրականորեն անցնի իր կյանքի ծրագրերը։ Եվ կրկին համացանցային բաց աղբյուրները մեզ ցույց են տալիս, որ ֆուտբոլիստը իր ծննդյան օրվանից մինչև առ այսօր 6 բնակության վայրի փոփոխություն է ունեցել եւ այս յուրաքանչյուր փոփոխությունը նրան բերել է նոր փուլ, նոր փոփոխություն, նոր ճանաչում։ Եթե սկզբում նա կարողացել է դեպի ռեալիզացիան ընտրել, երկրորդում արդեն միջազգային ճանաչման աստղ է համարվել, երրորդում համաշխարհային աստղ է համարվել, ապա սկսել է փոփոխություններ կատարել մի ֆուտբոլային ակումբից մյուսը եւ աստիճանաբար կրկին բարելավել է իր դիրքերը կյանքում։ Մենք տեսնում ենք, որ այս անձնավորությունը ունի երկու թվանշաններ, որոնք վկայում են, որ նա խիստ ագրեսիա ունի բացասական դրսևորման դեպքում եւ այս անձնավորությունը ցուցված է զբաղվել սպորտով եւ այդ ագրեսիվ էներգիան այնտեղ պարպելու։
Քանի որ զբաղվում է անձնավորությունը սպորտով, նշանակում է նա հենց այնտեղ է թողում ագրեսիվ էներգիան, ուղղում է դեպի աշխատանքը, որն էլ նրան տալիս է աճ, եւ այս ամենը չի տեղափոխում հարաբերություններ։ Ինչ եմ ուզում այստեղ ես հիշատակել։ Երբ մենք բաց աղբյուրները ուսումնասիրում ենք, նշվում է, որ ֆուտբոլիստը առողջական խնդիրների է բախվել 2014-ից 15 թվականներին։ Նա ունեցել է ձախ ծնկան հոդի ջլախախտում կամ ջլաբորբ։ Եվ այստեղ ինչ է տեղի ունենում, ես որպես թվային հոգեբան այս թվին մեծ ուշադրություն դարձրեցի եւ առաջին հարցը, որ ինձ մոտ առաջացավ, հետեւյալն էր. ինչ է տեղի ունեցել նրա հարաբերությունների ոլորտում 2014-15 թվականներին։ Կրկին պրպտելով համացանցը ես գտա տեղեկատվություն, որ նա 2014-ից 15 թվականներին հարաբերությունների փուլում ունեցել է բարդ ժամանակաշրջան, եւ այն, որ նա ձախ ծնկի հետ է խնդիր ունեցել, սա ինձ անմիջապես բերեց այն կետին, որ կնոջ հետ է կապված եղել այս խնդիրները։ Մարմինը միշտ ավելի շուտ է արձագանքում, քան մենք հասկանում ենք, թե ինչ է տեղի ունենում մեր կյանքում։ Եվ այս դեպքում էլ 2014-ից 15 թվականներին, երբ ֆուտբոլիստը կապ է ունեցել Իրինա Շեյքի հետ, նա խնդիրների արդեն ճգնաժամային փուլում է գտնվել, եւ հենց այս ժամանակահատվածում էլ պարզվում է, որ նրանք բաժանվել են։ Եվ 5 տարի հարաբերություններից հետո հաջորդ վերլուծությունը, որ որպես թվային հոգեբան կատարում եմ, որպեսզի հասկանամ, թե ինչու հենց 2014-15 թվականին տեղի ունեցավ առողջական խնդիրը, ինչու բաժանումը տեղի ունեցավ 2014-15 թվականներին, հաջորդը վերլուծության ենթարկում եմ արդեն այս անձնավորության անձնական տարվա էներգիան, եւ պարզվում է, որ 2015 թվականին այս անձը գտնվել է կյանքի 6-րդ փուլում, ինչը նշանակում է անհրաժեշտ է փոխհարաբերություններում ընտրենք ինքներս մեզ, սիրենք ինքներս մեզ եւ չդառնանք իրավիճակի զոհը։ Եվ բնականաբար 6-րդ փուլը կյանքի վկայում է այն մասին, որ ամենամեծ փորձությանը մարդը ենթարկվելու է հենց հարաբերությունների ոլորտում։ Եվ այս փուլում, երբ մարդիկ բաժանվում են, նրանք կամ հետագայում զղջում են իրենց կատարած քայլի համար, կամ էլ այլևս երբեք չեն կարողանում վերադարձնել նախկին հարաբերությունները, ինչին մենք հենց այսօր 2026 թվականին ականատեսն ենք լինում։ Ահա ապացույցը, թե ինչ է տեղի ունենում, երբ մարդը անցնում է իր ծրագրերը դրականորեն եւ դեպի որտեղ է կարողանում հասնելու կյանքը, ինչ հնարավորություններ է նրան տալիս, եւ տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում մարդու հետ, երբ ինքը նույն մարդն է, նույն միջազգային աստղն է, բայց սկսում է շեղվել իր ծրագրերից ու սկսում է բացասաբար անցնել։ Այս դեպքում կյանքը խնդիրներ է ստեղծում հարաբերությունների, գումարի, առողջության, ինքնադրսևորման ոլորտներում։ Եթե ձեզ էլ հետաքրքրում է ձեր հնգաթև աստղի, այն է ձեր ծննդյան օր, ամիս, տարեթվի վերլուծությունը, ու դուք էլ ցանկանում եք ունենալ ձեր կյանքի ճանապարհային ահա այսպիսի քարտեզը, որը ուղեցույցը կլինի ձեզ համար ողջ կյանքի ընթացքում, այս տեսանյութի մեկնաբանության դաշտում ուղարկեք ծածկագիր բառը, կուղարկեմ վերլուծության պայմանները։